Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի մատնությունը Եվրոխորհրդարանի ամբիոնից հարգելի հերոստատողներ, Փաշինյանը Եվրոպայում էր, Եվրոխորհրդարանում հանդես եկավ, այսօր էլ վերադառնալով Երևան ճեպազորույցի ժամանակ նույն թեզերն էր առաջ քաշում, բայց եթե փորձենք շատ կարճ ամփոփել իր ասացի հիմնական ուղերձը, հետեւյալն էր՝ սոս եկեք, փրկեք հայկական ժողովրդավարությունը, հայկական ժողովրդավարության բաստիոնը Բելարուսամետ օլիգարխից, ռուսաստանյան օլիգարխից, KGB-ի գործակալներից, որոնք եկեղեցում են եւ այլն եւ այդպես շարունակ, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը արտաքին խաղացողին Եվրամիությունը արտաքին խաղացող է, փորձում է ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ, փորձում է ներհայաստանյան գործընթացներում Եվրոպական միությունը դարձնել գործոն, օգտագործել եվրոպական ռեսուրսները սեփական իշխանությունը պահելու համար, սա ուղղակի ինքնիշխանության մասին խոսելիս, երբ որ հաջորդ անգամ իշխանությունները ձեր կողքին ինչ-որ մի բան ասեն, սա կարող է իրենց հիշեցնել, որ իրենք Եվրոպական միությունը դարձնում են գործոն ներհայաստանյան գործընթացների մեջ։ Ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլնի խոսում, այո, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ փաստացիորեն Նիկոլ Փաշինյանը քարոզ էր անում, մեղադրեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին KGB-ի գործակալներ լինելով, տարբեր իշխանական լրատվամիջոցների վրա փաստացիորեն հղում արեց Նիկոլ Փաշինյանը, պնդելով, որ KGB-ի գործակալներ կան մեր եկեղեցում, խոսում էր այն մասին, որ իրենք փաստորեն հրահարում են պատերազմ եւ այսօր շարունակեց այդ նույն թեզը նշելով, որ պատարակների ժամանակ, երբ որ Արցախի Հանրապետություն ձևակերպում է լսում, դա եւս պատերազմի հրահրում է, հարգելի հերոստատողներ, հաջորդիվ մենք հասնելու ենք նրան, որ օրինակ, եթե այս մարդիկ վերարտադրվեն հունիսի 8-ից սկսած Արցախի մասին խոսել, օրինակ դպրոցներում, համալսարաններում կարող է քրեորեն պատժելի արարք լինել, բայց լավ, Արցախը դեռ մի կողմ ենք թողնում, այս նույն տրամաբանությամբ կրկին ասենք Արարատ Միրզոյանին կամ պետք է անվանափոխեն, կամ պետք է կալանավորեն, կամ իր փոխարեն մեկ այլ մարդու նշանակեն, որովհետև Թուրքիայի Ադրբեջանի հետ խաղաղության գնացող մարդը չի կարող նախարար ունենալ Արարատ անունով։ Այստեղ նաև ինչն է հետաքրքիր, տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է, որ KGB-ի գործակալները եկեղեցուց գրոհում են հայկական ժողովրդավարությունը, մյուս կողմից օրինակ չի խոսում այն մասին, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի զեկույցի համաձայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններն են քաղաքական բռնաճնշումներ իրականացում եւ երբ որ մենք խոսում ենք զեկույցի մասին, այդ զեկույցը հրապարակվել է ոչ վաղ անցյալում մեղմ ասած 2026 թվականին բառացիորեն նշված է, որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունը ճնշում են գործադրում, քաղաքական ճնշում են գործադրում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ու տեսեք նաեւ երբ որ մենք խոսում ենք Արարատ Միրզոյան եւ այլն եւ այդպես շարունակ այդ թեմաների վերաբերյալ խոսում ենք այն մասին, որ Արցախի մասին հիշատակումը կարող է քրեորեն պատժելի լինել, փաստացի ինչ ասաց այսօր Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատելու հորդոր է իրականացրել, որովհետև նա J.D. Vance-ին նվիրել է գիրք նվիրված Արցախի Հանրապետությանը։ Կրկին ասենք, այս նույն տրամաբանությամբ Արցախի ցանկացած հիշատակում հանգեցնելու է քրեական պատասխանատվության ու եւս մի կարևոր հանգամանք շատերիս մոտ կան պետական ապարատում աշխատող հարազատներ, բարեկամներ, ծանոթներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ իրենք շատ դեպքերում ինչ են ասում, դե մենք մեր գործը անում ենք, թույլ չենք տալիս պետական համակարգը փլուզվի, իսկ ինչ է ասում այնտեղ Նիկոլ Փաշինյանը, դա մեր գործը չէ, մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք։ Ոչ, դուք շատ ուղղակի կապ ունեք եւ Նիկոլ Փաշինյանը հենց դա է ասում, որ եթե նա իրականացնում է մի քաղաքականություն, որտեղ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, ուրեմն դուք մարզպետարանի աշխատողներից, միջպետական այլ հաստատությունների աշխատողներ, դուք եւս այդ ադրբեջանական քարոզն եք իրականացնում, դուք եւս Ալաշուկյուր Փաշազադեի քաղաքականությունն եք իրականացնում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը բոլորին մեղսակից է դարձնում իր հանցանքներին, սա եւս մեր հարգելի պետական ապարատի աշխատողները պետք է իմանան եւ հոկտեմբերի 7-ը օգտագործեն որպես լեգիտիմ հնարավորություն թոթափելու այս ադրբեջանական ճնշումները։ Եկեք այսպես ձևակերպենք։ Եվս մի կարևոր թեմա կար, որի մասին Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ, վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության եվրոպական ապագային։ Ինչ է ասում Փաշինյան Նիկոլը, որը ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանում էր։ Ասում է Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպական միություն ուղիղ կապված է Վրաստանի ճանապարհից դեպի Եվրամիություն, իսկ Վրաստանի ճանապարհին խնդիրներ են առաջացել։ Տեսեք,
մարդուն գլուխը տրված է ոչ միայն նրա համար, որ դու ուտես, առավել եւս միայն կուկուրուզ կամ պերաշկի ուտես։ Մարդուն գլուխը տրված է նրա համար, որ նա մեկ-մեկ նաեւ մտածի։ Վրաստանում եվրոպական ուղու հետ կապված խնդիրներ առաջացել են դեռևս 2023 թվականից սկսած։ Եվ եթե շատ կարճ ձևակերպենք այդ խնդիրների էությունը, Եվրոպական միությունում ասում է, որ քանի Վրաստանում վրացական երազանքն է իշխանության, ոչ մի եվրոպական ուղի էլ Վրաստանի համար չի լինելու։ Բայց այստեղ հարց է առաջանում, բա 25 թվականի մարտին ինչու է օրենք ընդունում Եվրոպական միության անդամակցելու վերաբերյալ։ Եթե դուք ասում եք, ձեր քաղաքական թիմի ղեկավարը արձանագրում է, որ Հայաստանը փաստացիորեն եվրոպական ապագա չի կարող ունենա, եթե Վրաստանը չունենա եվրոպական ապագա։ Այս երկու երևույթները միմյանց հակասում են։ Մենք կարող ենք այստեղ գալ տրամաբանական եզրահանգման, որ մարդիկ ուղղակի փորձում են քաղաքացիներին խաբել Եվրոպական միության անդամակցելու վերաբերյալ այդ օրինագծերը առաջ տանելու, փորձում են կոծկել այն, որ տանում են դեպի թուրքական աշխարհ։ Իսկ ինչը վերաբերվում է Վրաստանին ու Վրաստանի հարցին, կա առնվազն տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը վրացիների վրա ծախում է այն, ինչը ինքը ժամանակին ծախում էր իրանական կողմի վրա, օդ է ծախում։ Հետևյալ համատեքստում հավանաբար եղել են հետևյալ բանակցության հետևյալ տրամաբանության մեջ դուք ինչ որ մի ձևակերպում տվեք եվրոպական հանձնաժողովում, եվրոպական խորհրդարանում վրացի գործընկերները հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել են, ասել են դուք ինչ որ հարց բարձրացրեք, դուք հեղինակություն ունեք Վրաստանում կամ եվրոպական աշխարհում կամ Նիկոլ Փաշինյանն է կարողացել ստեղծել այդ կերպարը, որ իբրև ինչ որ հեղինակություն ունի արևմուտքում, իսկ մենք փոխշահավետ համագործակցություն կիրականացնենք։ Իրանի դեպքը լավագույն օրինակներից մեկն է, թե Նիկոլ Փաշինյանը իր հետ շահավետ փոխգործակցության հույս ունեցող կողմերի հետ ինչպես է վարվում, փաստացիորեն իրանական պատերազմի համատեքստում Նիկոլ Փաշինյանը միացավ այն ճամբարին, որը Իրանի դեմ էր։ Վերջում նաև Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում է, դե մենք համեստ փոքր, լավ չասես դժբախտ ու դժգույն պետություն ենք, մենք փաստացիորեն չենք կարող կարծիք ունենալ նույնիսկ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որովհետև խոսքը այդ հատվածում վերաբերվում էր Իրանի շուրջ տեղի ունեցողին, մենք պարզապես հույս ունենք, որ մեր գործընկերները ինչ որ ողջամիտ ժամկետներում ողջախոհ որոշումներ կկայացնեն եւ պատերազմական գործողությունները իրենք շատ արագ կդադարեն։ Սա խոսում է հետեւյալի մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին զրկում է սուբյեկտայնությունից, նույնիսկ կարծիք ունենալ տարածաշրջանում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, կարծիք, որը հակասում է ադրբեջանական կարծիքին, որովհետև երբ որ անհայտ անօթաչու թռչող սարքերը հարվածեցին Նախիջևանի օդանավակայանին, Նիկոլ Փաշինյանը հավատաց Իլհամ Ալիևի խոսքերին, որոնցով Իլհամ Ալիևը հանդես եկավ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ եւ փաստացիորեն դատապարտեց իրանական կողմին Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ջեյհուն Բայրամովի մասին հենց դրա վերաբերյալ էր, բայց այլ կարծիք մենք չենք կարող ունենալ։ Բայց ինչն է ամենակարևորը, ամփոփելով այս ամեն ինչը, Նիկոլ Փաշինյանը, որ գնաց եւ եվրոպական խորհրդարանի դիմաց բացեց հայկական այբենարանի արձանը, իդեպ, տեսեք, եվրոպացիները Ադրբեջանին աջակցում են, որ Ադրբեջանը Նախիջևանում վերականգնի երկաթգիծը, իսկ մեզ չեն աջակցում այդ հարցում, բայց թույլ են տալիս, որ մենք կարողանանք այբենարանին նվիրված հուշարձան բացենք։ Հա, Նիկոլ Փաշինյանն էլ Մեսրոպ Մաշտոցի նկարները դասագրքերից հանում է, պատմության դասագրքերից էլ հանում է հիշատակումը նրա, որ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը բացել էր Արցախյան Ամարասում։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է արձան է բացում, իսկ գլոբալ առումով նա ասում է հետևյալը, որ հարգելի եվրոպացիներ, սոս եկեք մեզ օգնելու, որովհետև հիբրիդային հարձակումներ են տեղի ունենում եւ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կարող է քաղաքական անցնցում փոփոխություն տեղի ունենալ։ Վերջն արդյունքում, հարգելի հեռուստադիտողներ, ամեն ինչ որոշելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ եթե նա ակտիվ մասնակցի ընտրություններին հունիսի 7-ին, շատ ավելի մեծ հավանականություն կա նրա, որ հենց իր կամքով է որոշվելու Հայաստանի Հանրապետության ապագան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ նրա եվրոպացի գործընկերների ու թուրք-ադրբեջանական գործընկերների կամքով։ Մտածեք այդ մասին։